Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է Սեդրակ Մամունյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ կրկին միասին ենք։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել մեր ազգային խոհանոցից կերակրատեսակներ, որոնք կարծում եմ ձեզ կհետաքրքրեն, ինչու ոչ նաև կլսնեն ձեր առօրյան, չէ՞ որ նաև հարց է միշտ առաջանում, ինչ եթեր այսօր, ինչ պատրաստել այսօր։ Եվ այդ գործում ինձ այսօր կօգնի Հայ խոհարարական համայնքների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, մեր գործընկեր, ով իր գործունեությունը ծավալում է Մոսկվայում, Արարատ ռեստորանում, Էդուարդ Պարոնյան։ Ողջույն, Էդուարդ։ Բարև ձեզ։ Ինչպես ես եղբայր։ Հիանալի։ Նշեցի, որ գործունեությունը ծավալում Մոսկվայում ներկայացնում ես Արարատ ռեստորանը, այդ հայկական պավիլյոն, հա? Արմենիան, դարձա կոչվում, այո։ Բնականաբար ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ առիթ տվեցիր եւ չմերժեցիր միասին շփվելու, հարաբերվելու եւ ինչ որ մի բան պատրաստելու միասին։ Ապրես դու կեցես, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ինչպես են գործերը։ Նորմալ, կորոնավիրուսային պայմաններում։ Այո, ցավոք սրտի, Ցավոք սրտի։ բայց այնուամենայնիվ մի այսպիսի բան կա, դեռ նժդեհն էր ասում, որ նույնիսկ մահը պիտի այնպիսին լինի, որ օգուտ բերի ցեղին ու ազգին։ Ես իհարկե մահ չեմ ասում, դա Աստված մի արածե, բայց որոշակի դժվարություններ մեզ պիտի խթան հանդիսան այս համար ավելի մեկտեղվելու, ավելի միավորվելու, ավելի միասին ինչ-որ մի բան մտածելու, նոր մտածելակերպ, նոր ծրագրեր եւ այլն, եւ կարծում եմ մենք այս ընթացքում շփվելիս արդեն բավականին ինչ-որ բան արեցինք։ Այո։ Ինչ ենք պատրաստելու, Էզիկ ջան։ Մենք պատրաստելու ենք այսօր Սևանի սիկ, շոկե քաշած, բայց հատուկ բաղադրություններով, որը ինքը իր բուրմունքը, իր համը պետքա հոտը տա ձկանը։ Դա ինչով է լավ ինչ առումով, որ ասենք դիաբետիկ մարդկանց, դիետիկ ուտեստա նաև սա հանդիսանում, որ ինքը համը բերում է ձկան մեջ, բայց ոչ մի ասենք սպեցիա, ոչ մի ինչ-որ կողմնակի բաներ չի կպնում իր մսի վրա։ Հարգելի հեռուստադիտողներ, պիտի նշեմ, որ Էդուարդի կրթությունը ռուսերեն է, այսինքն ռուսական կրթությունն է իր կրթությունը եւ որոշակի տերմիններ կարող է ռուսերեն հնչել կամ չէ, աշխատեմ հայերեն, որովհետեւ շոկե քաշած ասած, շոկե քաշած։ Հա, ներողություն։ Շոգիով պատրաստված։ Եվ այստեղ վերցրել ենք սիկ, խաղողի մատեր, սպիտակ անապակ գինի, մեղրաձոր, այսպես ասենք, այո, եւ նոր շիվերն են, նոր շիվերը։ Միջանոց այս նոր շիվերով մի վերջերս խոսակցություն ծավալվեց Facebook-ում, այս շիվերով է որ կա ապուր, ես ծանոթ եմ մեղրիում այդպիսի ապուր կա եւ կա քաշովի նաեւ այս մի քիչ սրանից հաստ շիվերը, թթվա շիվերը եւ բրնձով քաշովի են պատրաստում վայոց ձորում։ Մի բան ներողություն ավելացնեմ, մենք փոքր ժամանակ այս ծիլերը փոկում ուտում էինք, հա, ու շատ հաճելի է։ Այո, իհարկե, այս դրա համար մենք առողջ ենք եւ դեռ կենսունակ, չնայած որ արդեն մոտենում ենք 80-ամյակներ մոտենում։ Սկսենք, ինչ արեցինք, սկսենք։ Ուրեմն ամենաառաջինը շարում ենք այս ամբողջը շարում ենք մատերը։ Ուզում եմ եւ աշխատենք եւ զրուցենք բնականաբար գործունեություն ծավալելով Մոսկվայում, այն էլ Արմենիա պավիլյոնում, այսինքն Վեդեխայի այդ տարածքում առիթ է ունեցել շատ շփվելու այլ ազգի մարդկանց հետ, ընդհանրապես վերաբերմունքը մեր ազգային խոհանոցի նկատմամբ, ընդհանրապես այդ երևույթի նկատմամբ ինչպիսին է։ Ուրեմն ասեմ մի քիչ ուրիշ ձև մեկնարկեմ, ուրեմն մենք վերջերս հանդիպեցինք նեղողակով խոհարարների ու որոշում կայացրեցինք, որ մեր ուտեստները պետքա բրենդավորվի, պատմություն ստեղծվի տեխնոլոգիապես եւ որտեղից է ծնվել այդ ուտեստը եւ այլը։ Հետո ես իմացա, որ դուք ավելի լայն օղակով դա քննարկում եք ավելի բարձր
աստիճանների հետ, որը դա իրանց միջոցով պետք է այդ ամենը իրականացվի, այո, ու ինչի համար է դա շատ կարևոր ու լավ, ասենք, հատկապես մեր նման դրսում աշխատողները, էլիտար խոպանչիներին կոպիտ ասած, որ այնտեղ որ մենք կարողանանք ավելի հստակ ու ավելի բարձրաձայն, ասենք, որ սա գիտեք, մեր ուտեստն է ու վստահ, այլ ոչ թե ասենք մի հատ այլ ազգի կամ եսիմով գա, ասի չես, մենք ենք սարքել ու դու չես կարող ապացուցես, որ դա իրոք տենց չի։ Մենք գիտենք, որ դա մերն է, բայց իրանք տարբեր ազգեր, ասենք ուզբեկները պնդում են, որ այս ինչի իրանք են, թուրքերը պնդում են, այս ինչի իրանք են եւ այլ եւ այլ։ Դրա համար շատ կարեւոր է, որ դուք այդ աշխատանքը կատար անեք, որ բրենդավորվի ու մենք կարողանանք թե պատմականորեն, թե թղթաբանորեն ապացուցենք, որ սա մեր իրավաբանորեն, այո։ Դա շատ կարևոր է ու մենք էլ կաշխատենք, որ այդ նման ուտեստները, որոնք ի հայտ են եկել, որը չգիտեն բոլորը, մենք դա աշխատենք ոնց որ թե բիզնեսի ոլորտում, թե մեր մշակութային, այո, այդ զարգացման բանում ներկայացնել եւ այլն։ Հիանալի ապրես դու։ Մենք ուզում եմ նշեն, որ Սիգը նախորոք աղեստ է։ Հիմա տեսեք, ասենք, եթե մարդ Մենք իհարկե այս խոսակցությունը կվերադառնանք դեպքերն։ նախորոք աղ եմ դրել ինչի համար, ասենք, եթե մարդ աղ ցանկություն ունի ու ձուկը աղով ուտի, քանի որ ինքը ոչ միտեղ չի կպնելու, դրա հետ է պայմանավորված, որ մենք նախորոք աղ ենք արել։ Իսկ ինքը օդի մեջ է լինելու։ Ինքը օդի մեջ է լինելու, այո։ Միայն աղն է այստեղ իրան, իսկ մնացած բաղադրությունները արդեն լինելու է գինու մեջ։ Հիմա մենք ասենք լցնում ենք այստեղ գինին։ Այստեղ արդեն գալիս է ավելանում է մի քանի փունջ փոքր թարխուն։ Մի քիչ ռեհան, սրանք բոլորը արոմատ բերող հատկուց համեր ունեն, դույրեր ունեն, որոնք վերջում կանրադառնա ձկան վրա։ Так, սենց։ Հիմա վերցնում ենք մի քիչ հոտավետ պղպեղ, Այո։ մի քանի հատ 3-4 վերցնում ենք մեխակ, նույնպես մի քանի հատ եւ դափնի տերև, Դափնի տերև, այո։ 1-2 հատ։ Ու սրա համար ստեղ արդեն հիմա գեղեցիկ ձևով պատրաստում դնում ենք ձկները։ Դնում ենք կրակի վրա։ Այսինքն Եվ շատ մի հատ բան ասեմ, անպայման պետք է փակվի սա, որ այդ հոտերը շոկի խաշվի ու այդ հոտերը մնա իր մեջ քաշի։ Հիանալի։ Այդ ամբողջ process-ը կտևի մոտավորապես 20 րոպե, չէ՞։ Ունենք ժամանակ զբաղվելու եւ կխոսենք եւ կպատրաստենք մի աղցան նախնական զրույցի ժամանակ մի լավ գաղտնիք դու բացահայտեցիր։ Ինչ է նշանակում Ռուսաստանում ապրել եւ փնտրել հայկական համեր։ Հիմա դուք կտեսնեք, թե ինչ փոքր այսպես գաղտնիք կա աղցանի մեջ։ Ընտրելու ենք լոլիկ, վարունգ, հա։ Լոլիկ, վարունգ, թարմ ռեհան, Այո։ կծու պղպեղ թարմ, Ինչ են կտրատել։ Ռեհան կտրատեմ, կօգնեմ ես դրանով։ Օգնած կլինի։ իհարկե։ Մանավանդ որ մենք ռեհան արդեն միջավելի ենք սիրում, գնահատում, քանի որ նաև օգտագործում ենք ռեհանից պատրաստված, թույլ գազավորված եւ բնական հյութ էկզոնատ ընկերությամբ, չէ՞ ռեհանից։
Մանր կտրատեմ ռեհանա թե մանր, որտեղ յուտը դուրս գա։ այո։ Այն խառնելու ժամանակ, որ տատիկները խառնում էին, ոնց որ քամվում էր, չէ՞։ Դե մենք դա ցույց կտանք։ Ինչ ենք անելու։ Սա ռեհանա։ Եվ հիմա մենք կտեսնենք, թե մեր հայրենագիստները ինչպես են պատրաստում ամառային աղցանը կամ որոշ դեպքերում նույնիսկ կա տվյալներ, որ լոլիկ վարունգով նաև գոյություն ունի աղցան, որ կոչվում է Երևանյան, կա Լենինականյան, Լենինական դեպ Գյումրի։ Նորից էլի ինչ որ տարբերակներ էր լոլիկի եւ վարունգի։ Ես միշտ հարցնում եմ ինձ համար նախ եւ առաջ այդ հարցը միշտ արձական է եղել։ Այ ընտրել ամենա այսպես աղցանին բնորոշ մթերքները լոլիկն ու վարունգն է, այսպես ասում ենք, ասոցիացվում է լոլիկ վարունգ։ Ինձ հետաքրքիր է, համային հատկանիշներն ավելի իրար հետ համատեղելի թե գույները։ Ես կարծում եմ համային։ Հա։ Գույնային երան գիտեք ինչ, ասենք պղպեղով է կարանք ստանանք, կարող ենք այլ մթերքով ստանանք, գույնը ասենք քաղցր կուկուրուզ, այո, եգիպտացորենով օրինակ կամ այո։ Շատ լավ։ նմանատիպ բաներ։ Շատ լավ, ինչ են պատրաստում։ Սալաթի ամենակարևոր բաղադրությունները նրանում է, որ մեկը մեկին պետք է համահունչ լինի։ Եթե համադրելի լինի, որ հակառակ դեպքում ասում, կան տվյալներ, որ վարունգը օգտագործվել է նաև որպես միրգ։ Թույլ կտակ ընդհատեմ, կներեք իհարկե։ Ուրեմն մի հատ գաղտնիք եւս ասեմ։ Ուրեմն երբ որ սեզոնի ժամանակ դդմիկ չի լինում կամ շատ թանկ է լինում, այդ բաղադրությունը վարունգով է փոխարինվում։ Նորից ինչ որ մի գաղտնիք հայ։ Հիանալի։ Ինչ պիտի անենք նորից։ Նե ավարտեմ, հեսա։ Այդ ռեհանը պետք է մեջը տանք հիմա։ Մի փոքր լոտուս աղ։ Իմիջայլոց ասեմ, այս լոտուս աղը ինչով է լավ, որպես խոհարար, ինքը ոնց որ երկու նապաստակ սպանեց կոպիտ ասած, ինչ առումով որ նախ խոշոր աղը ավելի լավ է ու ավելի համով է քան սովորական մանրը եւ սա շատ մաքուր է, մեջը ասենք կեղտեր կամ ինչ-որ բան չկա, այն քարերի, բան հողային, կավային, հա։ Բայց այդ հողը չէ որ հայրենիքի հողն է, մայր հողը։ Դե ամեն դեպքում ասենք հյուրը որ գալիս է նստում ինքը չի մտածում որ դա հայրենիքի հողն է, այլ ասում է կեղտոտ եք սարքեք կամ եւ այլն։ Так։ Մի քիչ էլ սև պղպեղ։ Մի քիչ աղ, մի քիչ սև պղպեղ։ Եվ ստեղ գնում է գաղտնիքը նրանում, որ մի փոքր շաքարավազ։ Գաղտնիքը, այ այստեղ բացահայտվեց։ Շաքարավազ։ Իսկ մենք դեռ սովետական միության ժամանակաշրջանից փնտրում ենք այն մեր ծանոթ, մեզ սիրելի լոլիկը, քաղցրահամ։ Փաստորեն արհեստական ձևով Ռուսաստանում, Մոսկվայում մեր հայրենակիցները ստացել են այդ տարբերակը քաղցրահամ լոլիկի։ Ու սա մեր բնորոշ ձևով ես հիշում եմ մեր այսենց հարում էին շատ, որ իրացի էր, չէ, տատիկին բաբո էին ասում։ Ես էլ եմ տատիկին բաբո, որ ասում էին, բաբոն պատրաստում էր։ Ինքը սկսեց արդեն աշխատել։ Համ աշխատել։ Սրան մատուցենք։ Խնդրեմ գտալները։ Հեսա մեկ վարքյան։ Չասեմ ինչ հիանալի բույրեր ունի։ Եվ դու էլ ես սպասում, որ բոլորը վերջացնեն, որ այդ տակի հյութը։ Այ միշտ, հա, այո, դուք ճիշտ եք նկատել։
ամենակարևոր է հյութն է եւ վերջում ասենք կտուր սիրողների սիրահարների համար Այո, աղցան մեր մանկության աղցանը։ շատ հասարակ Այո, ընկալելի։ լի գաղտնիությամբ Այո, իսկ մեծան Պոլբոքյուզն ասում էր կերակուրը որքան հասարակ եւ բարձ եւ հասկանալի, այնքան արժեքավոր։ ինձ տենց Բարեկամներ, մենք ունենք մի քանի րոպե դեռ, որ ձուկը շոկ է խաշվի։ Կարծում եմ մի 4-5 րոպե հետո կմիանանք եւ կմատուցենք նաեւ ձուկը այս հրաշք աղցանի հետ։ Հրաշք, որովհետև այս աղցանը հարուտ դարձավ մի փոքր գաղտնի բացելու համար մեր լավ բարեկամ Էդիկ Պարոնյանի կողմից։ Էդիկ ջան, արդեն պատրաստվում է, մատուցող ափսե, եթե աշխատանք կա, խնդրում մի եմ։ փոքրիկ աշխատանք Այո, ձևավորման այո։ Կատակ իհարկե աղցանի հետ կապված բնականաբար մենք համի հետևից ընկանք, որ շաքարավազ եւ այդ գաղտնիքը իմացանք, բնականաբար բարեկամներ մեր գործընկերները երբեք չեն կեղծում իրենց ռեստորաններում մթերքի հետ կապված, բայց լինում է խոհանոցում միշտ վիճակ անելանելի թվացող առաջին հայացքից եւ այստեղ միշտ գալիս է մեծան Օմար Խայամի հուշումը, որ յուրաքանչյուր անելանելի վիճակում կա երկու ելք, երկուսն էլ պիտի ընտրել։ Կերակուրը պատրաստվում է, մենք հիմա կընտրում ենք գեղարվեստական մասին, չէ՞։ այո Ափսեից է դառնում։ հիմա տեսնենք հոյակապ է Աչքերը դուրս թվան, աչքը, դες աչքը։ Այո։ Ես իսկականից հիմա ինչքան փոխանցեմ այս համի եւ բույրի զգացողությունը, այդտեղին կիսատ կթողնեմ, որովհետեւ աննկարագրելի բույր ունի։ Խնդրեմ, զգուշությամբ վերցնում ենք Եվ կարևորը գիտեք ինչն է, ես մոռացա ասեմ, նախապես որ դնում ենք էփելու իրան, արդեն ձևավորած տեսքով ենք դնում, որ հետագայում այդ նույն ձև վերցնենք, դնենք ափսեն, ասենք ոնց որ հիմա մենք կիրառեցինք։ Ալլահ են ասում, չէ՞ նայեք, հարսվաչ եւ այլն, դիանալ։ Թարխումն է բնորոշում ես հայկական։ Այո։ Եվ այսպես Ստեղ կարող ենք կարմիր պղպեղ տալ իրան երանք ստանալու համար։ ուրեմն դեռ Հայկ Նահապետի ժամանակներից մենք մի լավ կոնվենցիա ունենք, որտեղ ասում է, ինչ լավ բան ցանկանում ես, մտքովդ անցնում է, պիտի անել։ Եթե դու մերժում ես այդ քո մեջ, ուրեմն վարակ, հիվանդություն։ Ես չեմ մերժի։ Վերջ։ Կտեսնեք ինչքան է փոխում։ Հաղորդման սկզբում մենք նշեցինք ձկան առողջարար լինելը, ձկից պատրաստվող կերակրատեսակները այսպես դիետիկ կամ առողջարար լինելու մասին, ընդհանրապես դիետիկ ես մի քիչ այդ բառի հետ կռվելիք ունեմ, որովհետև եթե մենք թարգմանում ենք դիետա սննդակարգ եւ ասում ենք պիտի հիվանդ ժամանակ սննդակարգ պահենք, ես սա չեմ ընդունում։ Որովհետև հիվանդ ժամանակ չէ որ մենք պիտի սննդակարգ պահենք միայն։ Բառը սննդակարգ, կարգով սնվելու ձև։ Այսինքն մենք միշտ պիտի կարգով սնվենք։ Ես համամիտ եմ ձեր հետ իհարկե։
բայց միշտ չի որ դա ստացվում։ Այո, իհարկե, եթե դու ասելիք ունես, ես գիտեմ որ շատ ասելիք ունես, մեր հերոստատողանի խնդրեմ այդ հնարավորությունը, ինչ ասելիք ունես, փոխանցիր քո փորձից եւ քո ցանկություններից։ Ցանկությունը սա է, որ բոլորս իրարից սովորենք եւ միամուռ ձևով մեր հայկական խոհանոցը ի կատար անենք, ամբողջ աշխարհին ցուցաբերելով մեր բրենդը, մեր ոճը, մեր համը, հոտը, որ բոլորը իմանան, որ դա մերն է։ Շատ շնորհակալ եմ, Էդիկ ջան, ուզում եմ մեր հերոստատողների անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, ապրես դու, բարեկամներ, ավելի հավելեմ Էդիկի նշածը, այո, թող խոհանոցը նույնպես դառնա առիթ մեզ մեկտեղվելու, միավորվելու եւ մեր կյանքը համատեղ եւ ցուցադրելու եւ նաեւ ի նպաստ մեր ազգային մշակույթի ցույց տալու աշխարհին։ Այսքանն էր, որ մենք ուզում էինք ձեզ նվիրել այսօրվա ընթացքում եւ ուղղակի պիտի նշեմ, որ գերագրատեսակը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ եւ լավ մարսողություն ունենալու համար մենք առաջարկում ենք էկզոնատ տեսակի այս բնական ռեհանից թույլ գազավորված եւ բնական քաղցրեցված մեղրախոտով այս հիասքանչ զովացուցիչ ըմպելիքը, որը կնպաստի մարսողությանը։ Եթե դա այդպես է, ես ուրեմն ավելի զարգացնեմ մեր աղցանը։ Այո, նորից ռեհանին անցնենք։ Ահա։ Դե փոխարինելով նաև ծիսակարգում կերակրատեսակների հետ նաև ռեհանը մատուցվում է եւ ոչ միայն կերակրատեսակի եւ կրում է որոշ, չգիտեմ, որ ունի ժամանակ խաչի նշանակություն ունի։ համեցեք։ Եղավ, շնորհակալություն։ Սիգը գինու բուրմունքով։ Սիգ, փոքր չափսի, 4 հատ, խաղողի մատեր, սպիտակ գինի 200 մլ, մեխակ 2 գրամ, սև հատիկ պղպեղ 2 գրամ, հոտավետ պղպեղ, դափնու տերև 200 գրամ, թարխուն 20 գրամ, ռեհան 20 գրամ, կիտրոն կես հատ։ Կանաչ աղցան, լոլիկ 200 գրամ, վարունգ 200 գրամ, կանաչի 30 գրամ, շաքարավազ 2 գրամ, աղ 4 գրամ, ռեհան 5 գրամ։ Բարի ախորժակ։ Շատ շնորհակալ ենք հարգելի հեռուստադիտողներ, որ մեզ հետ էիք։ Ուզում եմ, որ մենք միասին շարունակենք թեման, միատեղվենք եւ մեր ազգային արժեքներին տեր կանգնենք։ Լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Այսպիսի կերակրատեսակները միայն Մեգիրան կարպետ ընկերությունում։ Ցտեսություն բարեկամներ։